առաջ ուտելիքը, խաշը, հասարակ մեր հայկական խաշը։ Մեկը պետքա խանձեր, մյուսը ջուրը երրացներ, մյուսը գարնիրը սարքեր։ Տևական ժամանակ, 15 ժամ պետքա եփեի։ Այդ ընթացքում էլ չէին ուտում խմում։ Այդ ընթացքում չէին ուտում խմում։ Խորովածն էլ այդտեղ չէր։ Այդտեղ չէր ելնում, բայց հիմա զանգեցիր ուտելիքդ բեցի մեր սուպերմարկետում մաքրած կարտոշկա։ Այսինքն մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ հասարակ գործողությունը կարտոշկեն մաքրելու ու երբ որ նյարելու փորձը հիմա իմ մոտ դրական գնում է, երբ որ սկսեցի ինքնուրույն ուտելիք սարքել, ես սկսեցի ջանք գործադրել այդ ուտելիքի վրա, ես սկսեցի իրան գնահատել, այսինքն ես իջնում էի խանութ, առևտուր էի անում, ես ականոջ արդեն ինքնուրույն կտրտում, ժարիտում, սարքում, չգիտեմ բանը, դու սկսում ես որ հասկանում ես թե էվոլյուցիան դու ինչի համար ես նախ, դու նախատեսված չես մի հատ սենդվիչ կծեմ, վազեմ գործի, բայց կյանքի ռիթմն է հելադրում ես։ Այսօր շատ հետաքրքիր է, երբ որ մենք արդեն հետ վիրահատական հսկում ենք պացիենտներին, մենք հասկանում ենք, որ 21-րդ դարում մեր ապրելակերպի պայմաններում եթե բուժառուն մարդը օրական ուտի 5 գթալից 2-3 անգամ, դա ամբողջությամբ իհարկե չենք խոսում պրոֆեսիոնալ սպորտսմենների, ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների մասին, դա ամբողջությամբ բավարար է։ Ինչ 5 թալից ինչ 3 անգամ, ցանկացած սնունդ, ինչ ուզում եք։ 15 թալ օրը։ Օրական 15 թալը լիարժեք բավարար է, որպեսզի մարդը ապրի առողջ, իհարկե առողջ սննդի մասին ենք խոսում, հա։ Եվ դա լրիվ հերիք է, ոչ մեկը չի մահանում դրանից։